Էմմա Պողոսյան փոքրուն վարժության բրոնզե մեդալակիրն է։ Անհավանական աշխատանք կատարեց Էմմա Պողոսյանը։ Անթերի աշխատեց նաև հրում վարժությունում։ Եվ երկրորդ տեղը փոքրուն վարժությունում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է կամերունցին, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիան, Մադիաս Դոդո Նզեսո Նգակե։ Եվ Յանա Սոտիևա ռուս ցանրորդը այստեղ կանգնում է պատվարդակի առաջին աստիճանին, բայց քիչ անց նա զիջելու է տեղը Էմմա Պողոսյանին, որը բարձրանալու է ու մնալու է այնտեղ։ 107 կիլոգրամ էր պոկել Էմմա Պողոսյանը, 112-ը պոկել էր ու փոքր ոսկե մեդալ էր նվաճել Յանա Սոտիևա։ Հիմա Սոտիևան կանգնում է հրում վարժության շվարկով պոդիումի երրորդ աստիճանին։ Լիանա Գյուրջյան երկրորդ արդյունքը նա գրանցեց հրում վարժությունում, ցավոք երկամարտում դրա ցուցանիշը բավարար չէր երրորդ արդյունքի համար պայքարելու, ընդհանուր հաշվարկում փոքրուն վարժությունում 101-ն էր բարձրացել։ Էմմա Պողոսյան, Հայաստան, շատ գեղեցիկ պատկեր, հիմա Բաթումիում 248 կիլոգրամը նա ապահովեց հրում վարժությունում անհավանական ցուցանիշով, ռեկորդային ցուցանիշով կարիերայում 141 կիլոգրամ։ Եվ հիմա արդեն ընդհանուր հաշվարկի մեդալակիրները Մադիաս Նզեսո, Մեծ Բրիտանիա 240 կիլոգրամ երկամարտում, Յանա Գյուրջյանը ավարտեց պայքարը 236 կիլոգրամով, մնաց 5-րդ տեղում, միայն փոքր արծաթե մեդալ ապահովեց։ Յանա Սոտիևա 247 կիլոգրամ։ Երկամարտի արդյունքով եւ հիմա Եվրոպայի չեմպիոն 248 կիլոգրամ երկամարտի ցուցանիշով Էմմա Պողոսյան, Հայաստան։ Ստանում է իր մեդալը Գալավերդյանից։ Այսպիսի պատմական պահ բոլորիս համար։ Հայաստան, Էմմա Պողոսյան, ընդամենը 19 տարեկան է Էմմա Պողոսյանը, ու այսպիսի ցուցանիշ է գրանցում։ Պատկերացրեք ինչ է լինելու ապագայում։ Եվ հիմա հնչում է Հայաստանի պետական օրհներգը ոտքի։